Ամուսնու հետ սենյակից դուրս է գալիս 66-ամյա տիկին Սոֆյան։ Բիոպսիայի արդյունքում պարզվել էր, որ թիմուսի քաղցկեղային հիվանդություն ունի, որը բավական հազվադեպ է հանդիպում։ Համապատասխան բուժում էր ստացել։ Ես ոտքի եմ կանգնել։ Դրա հետ միասին իմ ընտանիքը, աղջիկներս, ամուսինս։ Տիկին Սոֆյան պատմում է, մինչև այդ գանգատներ չի ունեցել։ Այս մասը սուրաց էր։ Ու ոչ մի բան չեմ զգացել, վատ չեմ զգացել։ Իսկ բուժումից հետո իրեն շատ լավ է զգում։ Աշխատում եմ, դեղեր չեմ խմում, մենակ շաքարի դեղեր էլ ընթացքում շաքար ունեցա քիմիայից։ Ու հիմա մինչև հիմա շատ լավ եմ։ Ներկայում բժշկի հսկողության տակ է։ 6 ամիսը մեկ կատեպտ են գնեմ։ Ոսկորի դեղ եմ սրսկում ու ոչ մի բան։ Էտա բուժումներս իմ։ Թիմոման հազվագյուտ ուռուցք է, որը զարգանում է թիմուց կեղծում։ Չնայած հազվադեպությանը, այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։ Թիմուսը նույն ինքը ուրցագեղձ է, մանկական տարիքից մինչև դեռահասների տարիք մասնակցում է օրինաստեղծ համակարգի անմիջական աշխատանքին եւ տարիքի հետ գնալով հետ է զարգանում։ Տարիքի հետ է զարգանում եւ իր ֆունկցիան կորցնում է, բայց ցավոք այնտեղ մնացորդային հյուսվածքում հանդիպում են նաեւ ուռուցքային հիվանդություններ եւս։ Թիմուսը գտնվում է միջնորմում երկու թոքերի միջև, սերտ հպվում է սրտապարկին։ Թիմոմաներն ավելի շատ հանդիպում են տղամարդկանց շրջանում։ Թիրախային խումբը 40-ից 60 տարեկաններն են։ Թիմոմանները հանդիպում են բավականին քիչ։ Դա միջազգային տվյալներով մոտավորապես 2 կլինիկական դեպք 1 միլիոն բնակության հաշվարկով տարեկան։ Եվ առավել շատ հանդիպում են երկրորդ փուլերը, ի տարբերություն այլ ուռուցքային ախտարում են, որ ինքը թոքի քաղցկեղի դեպքում մենք ունենում ենք մոտավորապես 60% 4-րդ փուլ, այստեղ մեր մոտ առաջին փուլում գտնվում են բուժառուների մոտավորապես 60-ից 70%-ը, հաշվի առնելով ուռուցքի հազվագյուտությունը Հայաստանում ռեգիստրը որպես այդպեսին համակարգված չէ, հաշվի առնելով փոքրաքանակ դեպքերը։ Սովորաբար, եթե մարդն ունենում է այս տեսակի ուռուցք, հետազոտությունը սկսվում է նյարդաբանից։ Գանգատներն են թուլությունը, բերանի չորությունը, աչքերի կոպերի ծանրացումը։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։